Բարի ուշ երեկո, սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, հուսամ բոլորդ լավ եք, սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, գիտեք, որ ընտրության թոհու բոհի օրվանից մինչեռ այսօր էջերս բլոկված են եղել, երկուսն էլ իմ ձևով շարժումը և մի քանի այլ ընդդիմադիր դաշտի թափթփուկ հատվածում գտնվող հասարակության մի մնացորդ որոշեցին, որ բլոկեն ինձ ու ես արդեն 3 ամսից ավելա բլոկված եմ ու նոր բացվել է այն Facebook-յան էջը, ինչևէ, անդրադառնամ ինձ հուզող, հետաքրքրող ու անհանգստացնող թեմաներից մի քանիսի։ Ժողովուրդ ջան, երբ որ մտնում եմ սոցցանցեր ու տեսնում եմ, թե այդ հայվանաբանական ինստիտուտում ինչ է կատարվում, ուղղակի աբսուրդ եմ ապրում։ Ոնց կարելի է առյուծի համար պայքարող հասարակությունը, որ այդքան փխուր սիրտ ունի, որ այդքան հայրենասեր է, որ այդքան խղճով ու մարդկային է, չտեսնի, չնկատի եւ դարերի վեր նկատած չլինի Դոդի Գագոյի սպանած երիտասարդների այդ խմբին։ Հայաստանի Հանրապետությունում առյուծի համար հոգի տվող հարազատներ ջան, հասկանում եմ, մեծ ցավ եմ ապրում, կենթանի է, բայց գիտեք, որ ունեցել է հաջորդող հիվանդությունների շարան եւ քննածված process-ից չի արթնացել։ Ուստի առյուծին սիրտները ցաված առյուծի վրա, բայց առյուծ պահողի տուն, երբ որ մտան Դոդի Գագոյի տուն, հազարավոր առյուծներ, գայլեր, աղվեսներ, չգիտեմ, այնտեղ կան կենթանիներ, որոնց ես չեմ էլ տարբերում, ճանաչում, թե դրանք ինչ ցեղատեսակներ են։ Բոլորը սպանված, նրանց կիսանդրիները կախված պատերին եւ նա Արուս Կավկազին, որին ես շատ հարում բոլոր այդ կենթանիներին կներեք, թեքվեց էկրանս, այդ բոլոր կենթանիներին սպանել է ինքը, որսացել է ինքը իր ձեռով։ Կներեք, Հայաստանի Հանրապետությունում հայ հասարակությունը ինչքան սրտացավ է կենթանաբանական աշխարհի վրա, գուցե, բարի երեկո հարազատս, միգուցե խիղճ ունենայք բարկային տեսակի հանդեպ էլ այդ տեսակ սրտացավություն ցուցաբերեիք, այդ տեսակ հոգատարություն ցուցաբերեիք։ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքին ուզեք թե չուզեք, նախ չուզողները շատ փոքր հատված են։ Հայաստանի Հանրապետության առաջի դեմքին Հայաստանի Հանրապետության ընտրություններից 6 ամիս շուտ որցի մոտ падաչ անող Դոդի Գագոն այսօր իր որցերի հետ հանդերձ հայտնվել է պետական համակարգի վանդակներում, եւ դա դուք գտնում եք, որ սխալ է, եւ դա դուք գտնում եք, որ խղճին մոդիկ չի, Հայաստանի Հանրապետության վարչապետին կանգնել ասել ամենալպիր ձևով փողոցային բազար, որ քեզ գցելու եմ իմ առյուծների մոտ եւ շատ հավանական է որցի մոտ, կներես, բայց եւս մեկ անգամ, սիրելի հայրենակիցներ, խոնարհվում ու հպարտանում եմ քեզանով, իմ վարչապետ, իմ երկրի վարչապետ, ուզեք թե չուզեք, նրանով, որ դու քո խոսքի տեր տղա եղար, այսպես ասած, մի քիչ գողական ժարգոնով ասեմ, եւ Հայաստանի Հանրապետության մեջ ապրող այդ քրչու փալասին հավաքեցիր ու լցեցիր վանդակը, բայց ես խորհուրդ կտամ քեզ անպայման մի հատ էլ որց առյուծ տանես, այդ կիսասատկած առյուծներից մեկին գցես դրա նման աղախպի տղու մոտ, որ դա գիտակցի, վերջը մենք երկիր ենք, վերջը մենք պետություն ենք, վերջը մենք հայ ենք, քրիստոնյա ենք ու կնիկ ու դրոշ ունենք, վերջը մենք կնիկ ու դրոշ ունենք, պեչատ ունենք ու երկիր ենք կոչվում, ոնց կարելի է երկրի վարչապետի հետ այդ լեքսիկոնով խոսալ, իսկ որ այսօր դուք խոսում եք Դոդի Գագոյի արած բարեգործական քայլերից, կներեք Դոդի Գագոն բարեգործ չի, ով որ կասի Դոդի Գագոն բարեգործ է, նա անուղեղ հայվան է, նա բառից բուն իմաստով աղախպի տղա է, եթե Դոդի Գագոն բարեգործ է, ես Աբովյանում կարամ 30 ընտանիք ցույց տամ սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, նա բարերար չի, ես եթե ուզում եք ձեզ բարերարներ ցույց տամ, մտեք իմ էջը, ցանկացած մեկին գրեք, բոլորը սփյուռքի հայեր են, սոցիալ փողով ապրող, տարեցկին պահող, սփյուռքի ժողովրդին պահող,
չգիտեմ, հավաքարարություն անող, լվացկատներում աշխատող, տատիներ, մորքուրներ, քուրիկներ լիք ունեմ իմ էջում, այ դրանք են բարերարներ, որ պատերազմի անդառնալի օրվանից մինչ այսօր կայնած են Հայաստանի Հանրապետության սոցիալապես ծայրահեղ ծանր ընտանիքների կողքին, դոդի գագոն բարերար չի համարվում, եթե մարդը կարա կենթանի կերակրի այն երկրի մեջ, որ երկրում, որ եղել է պատերազմ, չգիտեմ, եղել է երկրաշարժ, դարեր ի վեր էս երկիրը բնության, մարկության կողմից աղետներով շրջապատված երկիր ա եղել, դարեր ի վեր, ու այս երկրում հազարավոր ընտանիքներ կան, որ հացի կարոտ են, երեխեք կան, որ ընդհանրապես չեն իմացել միսն ինչ բան ա, բայց այսօր Դոդի Գագոյի առյուծները միս են ուտում, կենթանաբանական աշխարհի հանդեպ ընդհանրապես վատ տրամադրված չեմ, սիրում եմ հազարավոր կատուների ու չգիտեմ ամեն ձևի կենթանիների ես կերակրում եմ, բարև ձեզ բոլորիդ, Թամար Մորքուր մեռնեմ ջանիդ, ոնց ես հարազատս, ժողովուրդ ջան, բայց այն ինչ որ նշանակում է, որ մարդկային գործոնը իմ մոտ մահացած լինի, բայց կենթանաբանական աշխարհը իմ մոտ այնքան ծաղկած լինի, որ ես այսօր Հայաստանի Հանրապետության որևիցե մի որփի, մի մանուկի թողեմ անհաց ու կերակրեմ կենթանիների, չարաչար սխալվում եք, դա ամենաառաջինը համարվում է անմարդկային մարդու արած գործողություն, ես չեմ տեսնում այդտեղ նորմալ բան, իսկ ինչ վերաբերվում է Դոդի Գագոյին, Դոդի Գագոն այն ինչ որ ստացել է, դա շատ քիչ է իրան, ասում են 70 տարեկան մարդուն ԱԱԾ-ն տվեց գետնին, կներեք, Հայաստանի Հանրապետությունում, Աբովյանում հազարավոր, հարյուրավոր սպանություններ այլ է Դոդի Գագոյի դեբիլաբանական ինստիտուտը, երբ որ ինքն ու Ջավահիր Ծառուկյանը սեռական շփման ժամանակ ձեռք են բերել այդ իրանց օրանգուտանիկներին որպես երեխա, մարդ ընտանիք է կազմում, ամուսնանում է, ինչ որ է, կարող է բաժանվում է, քանդվում է այդ ընտանիքը, ինչ որ դնում է, մարդը որ երեխա է ունենում է իր վաղվա օրվա համար, որ իրան մի բաժակ ջուր տա, բայց իր բջերը, այդ ամփոփ սեռական շփման ժամանակ առաջացած բջերը, իր հազարավոր ընտանիքի երեխեքի զրկեցին կյանքից, զրկեցին իրաց ծնողներին ջուր տալու process-ից, այսօր որ կանգնել եք ձեր քամակով ձենեք անում Դոդի Գագոն ու այդ մահացած առյուծը ինձ համար շատ մեծ ցավ է, որ մահացավ այդ առյուծը, միգուցե սատկեր Դոդի Գագոն ավելի ջանից դարձներ, քան թե մահացավ այդ առյուծը, այս տարբերակն է, ոնց կարելի է Հայաստանի Հանրապետությունում պատերազմական երգիրայեղի ասել եք զենքի սովա, Հայաստանի Հանրապետությունում երկրաշարժ ա եղել 36 տարի առաջ, ասել եք սովա, Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահովը, զոհված զինվորի ծնողը, զոհված զինվորի որփուկը, մի հատ 400 մետր հողակտոր չեք տալի, դոմիկ դնի ապրի, ասում եք չունենք, բայց Հայաստանի Հանրապետությունում Դոդի Գագոն 79 անշարժ գույք ունի, 79 անշարժ գույք, որը բնակելի է, իսկ թե 70 քանի հազար էլ պետական անշարժ գույքեր ունի, որ պետականացրել է ու իր համար բիզնեսներ է սարքել, ու այսօր այդ տեսակ մարդու կողքը ապրող ժողովուրդը համարվում է սոցիալապես անապահով, բայց ինքը կերակրում է առյուծին, ասում է դա իր առյուծներն է, մի հատ անգրագետ, կներեք, Ջավահիր Ծառուկյանը սեռական շփման ժամանակ, Գագիկի հետ անկողնում թավալ տալու ժամանակ, այդ չկայացած այդ բանում, չգիտեմ, էդի վիլայա ինչա, ես տես թանգարան չեմ տեսել, այդտեղ սեռական շփման ժամանակ երեխաներ ունեցել, աղջիկներ, տղաներ, թե առյուծներ ա ծնել մի անգամից, որտեղից նրան այդ առյուծները, Քոչարյանը առյուծակշում ասում եք ունևորա, Դոդի Գագոն առյուծներա պահում ասում եք ունևորա, Դոդի Գագոն կոկորդիլոսա պահում ասում եք ունևորա, այն գեներալ կոչված կեղծ սպիտակը շալակած մի սատկած մանվել ունեք, որ վերացավ Էշմիածնի բանմը, հողերումը, տիշոնկեն բերեմ էր տալիս էր իր առյուծներին ու գազաններին ասում եք էտը տենց պլտի լինի, կներեք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես պետական համակարգ պետք է գործի, թե չէ, ուզում եմ իմանամ, ոնց հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունը, բանա, քաղաքական դաշտը Հայաստանի Հանրապետությունը ոնց որ բանը լինի, գյուղի տատի տունը լինի, այն որ աղջիկը վերցնում է 4 երեխուն, գալիս է գյուղի տատի տուն, այդ տատի տունը ամառային արձակուրդներին սենց ավիրում են,
ու էյթում են այդ տատը մինչև մյուս ամառային արձակուրդները չի կարող այդ տունը կոմայից անի Հայաստանի Հանրապետությունը դուք սարքել եք մի հատ տատի տուն որ գալիս եք Հայաստանի Հանրապետության պետական դաշտը կառավարական հատվածը սարքել եք Բասիլկա բաժանելու տեղ խոսքի Աշտարակի մարզպետարանում օգնություն են բաժանում շորեր բոլորը գալի ջոգում են նույնն էլ Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտը բոլորը գալիս են ազգային ժողով կեսը դիմադիր են կեսը ընդդիմադիր են կեսը փայտադիր են կեսը ուղարկի խլեշի տոպրակ փախցնող են ես չեմ հասկանում ինչ են ու գալիս են իրանց շահի համար նստում են ընդդիմադիր կողմը աշխարհի քֆուրն ուտմա աշխարհի վատ բարերը ասմա գործող ուժին աշխարհի վատ բարելը լսումա իրա 700,000 դրամ աշխատավարձն առնում է թումա Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի հասարակության համար մտածող համակարգ չկա պետական դաշտում մենակ հավաքվում են 500 հոգի մնացել են անաշխատանք 500 հոգի աշխատում է Դոդի Գագոյի շվաքի տակ բայց Դոդի Գագոյի մենակ տան մեջ 500 հոգի հավաքարար որ աշխատի չի կարա հավաքի չի հասցնի մաքրի 500 կենթանաբանական աշխարհը կերակրող չի կարա հերեքի այդ ձևի կարգավիճակը ես ուզում եմ իմանամ Հայաստանի Հանրապետությունը ծառայելա ծնվելա դարելա Հայաստան հայրենիք փաստորեն Դոդի Գագոյի համար Դոդի համար Քոչարյանի համար Սերժի համար եւ նախկին թափթփուկների համար որոնց կեսը բարեբախտաբար Աստված նկատեց առավ տարավ շպրտեց դժող կստատկեցին էլ ավելի կոպիտ ասեմ հա Հայաստանի Հանրապետությունը ծառայելա դարերի վեր հասարակություններ հետը 7-8 հոգու համար եւ իր մանգլավիկների համար դուք Հայաստանի Հանրապետության վարչապետին վիրավորող արյուծ որց արյուծի մոտ գցողներ լավ իմացեք ձեր կանանց էլ պետք է տենց ածն խփի ոտներին չոքացնի պարկացնի քրքաշտանի գնացեք ոնց կուզեք մտածեք ոնց կուզեք Նիկոլի միսը ծամեք Նիկոլի քաղաքական հայացքները դրեք վերցրեք, բայց լավ իմացեք։ Եվս 5 տարի դուք պետք է տես բռնաբարվեք ԱԱՑ-ի կողմից։ Պետք է նսեմանաք, պետք է պարկեք գետնին, պետք է իմանաք ու հիշեք, որ դուք խոսք եք տվել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ դու էլ վարչապետ չես լինելու ուղարկի մահացած քաղաքական դիակ ես, Սամվել Կարապետյանի քրճոտներն էին ասում։ Այն մեկն ասում էր դու քնելու ես որց առյուծի մոտ կներես քո որց առյուծներին քնցրել են ափսոս չեն զարթնե եթե զարթնային էլ քո որց առյուծները ավելի ճիշտ քնել են գիտես ինչի համար չի զարթնել ինչի համար որովհետև քո որց առյուծը մտածել է որ Նիկոլը հաստատ Փաշինյանը քե իրանք ցելուակո վանդակը ու նա դե կենթանի է իրա կենթանաբանական այդ բնազդ օգտագործելով ուզենալով կամ չուզենալով սեռական շփման մեջ է մտնելու Դոդի Գագոյի այդ կեղտոտ մարմնի հետ նախընտրել է քնի ու ընդհանրապես չարտնանա Հայաստանի Հանրապետության վարչապետին բռնի կոչեր անող հասարակությանը պետք է տես բռնաբարված տանեն ու մցնեն համապատասխան վայրը ով ուզմալնի կլնեմ ես կլնի Պողոսը թե Պետրոսը պետք է իմանաք սա մեր երկիրն է ուզենք թե չուզենք մեր երկրի վարչապետը սա է այս մարդն է մեր երկրի վարչապետը մենք պարտավոր ենք հարգել մեր երկրի վարչապետին ուզենք թե չուզենք նա մեր երկրի վարչապետն է բարի եղեք հարգեք իսկ հիմա բարից բուն իմաստով ես ձեզ ուզում եմ բոլորիդ ուզում եմ տեղյակ պահեմ բոլորիդ որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններից հետո թութ թափտալու process-ը սկսե անկախ նրանից թթի սեզոնա թե չէ Հայաստանի Հանրապետության պետական մարմինը թափատալու բոլոր ընդդիմադիր դաշտի այն թալանչիներին ով որ սոված Հայաստանում զենքի սով ունեցող Հայաստանում բազմահազարանոց սոցիալապես անապահով ժողովուրդ ունեցող Հայաստանում ունի 70, 80, 120 ես իմ քանի միլիոնավոր անշարժ գույքեր ավտոլադաների շքերթ ինչ ասես բոլորը բեռնաթափվելու է Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները որը օլիգարխիայի մեծ մաֆիա է եղել իդեպ ասեմ կայացած մաֆիա Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության բյուջեն տարել են Հայաստանի Հանրապետության ստադիոն ֆուտբոլի դաշտ դրել են այդ բյուջեն
իրանք 16 պետական համակարգով ընդդիմադիր դաշտի այդ փալասներով կանգնել են ու Հայաստանի Հանրապետության բյուջեն տշել են աջ ու ձախ ու տենց մասնատել են այդ բյուջեն խփելով իրանց դարպասներին գյոլ իրանց գրպաններին մեր բյուջեն ու շենացել են Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես ծայրահեղ ծանր է երկրում որտեղից սրանց այսքան միլիոններ Այս ոնց է չեք խոսում սրանց միլիոններից Այս ինչքան հայրենասեր եք որ դուք խոսում եք Հայաստանի Հանրապետությունում սատկած առյուծի մասին մահացած առյուծի մասին բայց չեք խոսում առյուծատերերի մասին որոնք հազարավոր ու հարյուրավոր երիտասարդների կյանք ու ընտանիք են խորտակել ինչի չեք խոսում ինչու չեք խոսում Դոդի Գագոյի սպանած ու սատկացրել է ծեծելով սատկացրած են ջահել տղերքի մասին իրոք սատկացրել են այդ տղերքին սատկացրել ծեծելով սպանել են այդ մեր ջահել աղբերներին ինչի չեք խոսում Աբովյանի բժշկուհին որ խոսում էր ասպեր աղբորը ստան միակ սյունը միակ ծուխը մարեց ինչի չեք խոսում այդ մարկանցից ինչի չեք խոսում այդ մահացած տղերքից ուզում եմ իմանամ Հայաստանի Հանրապետության հասարակությունը մայրա հայրա ծնողա կուրա աղբերը վերջը դա ընտանիքից է դուրս եկել ինքն էլ է չոքել երեխա բերել նահել է երեխա գրկել նա կենթանուն է ավելի շատ սիրում թե ինձ թե այն մյուս երիտասարդ տղերքին որ սպանվել են Դոդի Գագոյի եթմների բարձր հովանի ներքո Հայաստանի Հանրապետությունում մինչև առեսօր անդառնալի սպանություններ են լինում ու բոլորը կոսպեկտավորում անդիմադիր թիմը Սամվել Կարապետյանը շալվար բաժանելով գումար բաժանելով հազարավոր մարկանց խփեց իրար հազարավոր հայության Ռուսաստանի թափթփուկ դաշնությունից բերեցտե սարքեց հացի կարոտ բերեցտե հենց հիմա գնացել են 25-օրով ծառայում են Հայաստանի Հանրապետություն բերեց Ռուսաստանի դաշնության հայերին որպես քաղաքական հայացներով ցույցի մատերիալ ընտրարշավի գլխականակ ձայնի տեղատարապ օգտագործեց ամենավերջի ձևով այն որ այդ մեն ազապ աղջիկա հետ քնմեն վերջում ասում են մենք ես քեզ չեմ առնելու Սամվել Կարապետյանը իր դեբիլ ծիծաղով իր բուլկի դադարք անդրոշ աղբոր եթմով բերեց Ռուսաստանի դաշնությունում ապրող հայերին ամենավերջի ձևով ստորացրեց օգտագործեց ու դուրս շպրտեց իր կյանքից Սամվել Կարապետյանի բարձր հովանի ներքո կաշառք վերցրած Հայաստանի Հանրապետության բանտերում խցերում նստած որ մարդկանցա Սամվել Կարապետյանի թիմը ու իրան սատարող փաստաբանները, չգիտեմ, լրատվականները օգնության ձեռք մեկնել են Արթիգի խեղճուկրակ են մարդկանց, այն Շիրակի մարզի մյուս խեղճուկրակ մարդկանց, այն շալվար վեկալողին, այն 150,000 դրամ վեկալողին, այն Արցախից որպես ցույցի մատերիալ Հայաստան փախած եկած 150,000 դրամ վեկալացից, որ մեկինա Սամվել Կարապետյանը օգնե թեկուզ փաստաբանի միջոցով, որ դուրս գան Մարդիկ բանդախցերից այդան հասնեն իրանց ընտանիքներին ոչ մեկին Սամվել Կարապետյանը դարեր ի վեր կերել է Հայաստանի Հանրապետության պետական կառույցները դարեր ի վեր խեղաթուրել է Հայաստանի Հանրապետության էլեկտրականությունը վերցրել է իրան հասկացեք դեբիլների համակարգ է ընդհանրապես մարդ կա որ ունի գիտակցություն որ կարա պատկերացնի այսքան բանը Թե մենակ մենք ենք պատկերացնում դարեր ի վեր Հայաստանը կեղեկել է Ռուսաստանի Դաշնությունում շենացել է հայի հանդեպ շնացել է Պուտինի առաջ խոնարհվել է Հայաստանի Հանրապետությանը միակ բանը որ ուղարկել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնությունից իր փչացած կնգանկարն է որ տվել է փչացած սրբազանին որ կպցնի մեր սուրբ էշմիածնի վանքի պատերին Այդ է եղել Սամվել Կարապետյանի արածը այս երկրի համար ու այսօր այդ մարդը հայի հանդեպ ունեցած ատելության այդ ծառավը դեռ չհագեցրած մինչև վերջի խազը հային օգտագործեց Հայաստանի Հանրապետության հային Ես է քո ցավը տանեմ Հայաստանի Հանրապետության հային Ռուսաստանի Դաշնությունով բռնի ուժով բերեց Հայաստան դախած օգտագործեց դախած թքեց այդ հայի ինքնասիրության վրա ընտանիքի վրա սրբության վրա այդ հայի շիրիմների վրա այդ որ բերեց դրսից այդ հայերին աշխարհի հայերը դրանց քֆուր տվեցին շալվար վեկալելու համար 150,000 դրամ վեկալելու համար խեղաթուրեց այդ մարկանց ներկան անցյալը ապագան շպրտեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի ձեռը
պետական համակարգի ձեռը բանդախցերում շպրտեց այդ մարկանց, ինքն էլ իր ձեռները լվացել դեբլի ժպիտով, հավաքվելա վերանգերա դաչեն, հլատնային կալանքը մի հատ էլ ասма մենք պայման փողոցային պայքարով փողոցայինը միշտ էլ փողոցային պայքար անեմ իրապես փողոցայինների հետ, բայց քանի որ մենք հայ ենք ու քրիստոնյա ենք ու առաջի քրիստոնյա ազգն ենք, մեր մեջ փողոցային հատվածը շատ քիչ է։ Ու այդ շատ քիչն էլ կայնացա քո կողքը կայնած են ամենադիշովկա, անգրագետ, հերն ու մեր ծեծող, պլանքաշ, նարկոշ, չգիտեմ, քուրու մեր սպանող մի հատ բոմժ էր, Սամվել Կարապետյանի թիմը, նայում էր ծիծաղդ գալիս է, բյուրագանցի, հեսա կայնի անունը հիշեմ, հա, ջհարուդու փանջուդու, անունը Զառ էր, գնացել ենք, էկոնոմիկայի նախարար Գևոր Պապոյանը սա, իմ շատ հարգված սիրված Ռուբինյանն է, իմ շատ հարգված սիրված ի տարբերություն այդ թափթփուկների բարձրագույն կրթություն ստացած Ալեն Սիմոնյանն է եւ այլ պետական համակարգի մարդիկ։ Իմ աշտարակի քաղաքապետն է, իմ աշտարակի Արագածոտնն մարզի մարզպետն է, փոխմարզպետն է, պատկան մարմիններով գնացել են բյուրական, վարում են Քարոզ Արշավ, ժողովուրդ ջան, Քարոզ Արշավի շրջանակում։ Զառը Սամվել Կարապետյանի շտաբի դեմից ընդեղ կան մի քիչ կիսագրագետ դեբիլներ են։ Այդ Զառը Սամվել Կարապետյանի շտաբի դեմը կանգնած նայում է մեր այդ թիմին, ՔՊ-ին, այսպես ասած, Փաշինյանի համախոհներին, ամբողջ բյուրականին, դիտեպ ասեմ բյուրականում կրեցինք, այդքան իրանք մեծ պայքար մղեցին, բայց կրեցինք։ Կանգնել անտեղ, իր տաբաթից շլվարի ցեփը, իջացնում է, բարձրացնում է ձեռով ցուցատալի իր սեռական օրգանները։ Ու ժողովրդի 99%-ը մտածեց, ես էլ նույնպես այդ պահին, որ ինքը դա մեզ է ցույց տալի, իրոք դա մեզ էր ցույց տալի, բայց ես հետո հասկացա, ընտրություններից հետո հասկացա ու վերլուծեցի, ես շատ լկտի ձևով էի ուզում իրան անդրադառնալ, բայց մի քանի մարդկանց հարգելով չեմ անդրադառնում ու թքած ունեմ իր մտածելակերպի վրա, ինքը այդ հարցի շուրջ եւ բազմահազարանոց հարցերի շուրջ քրեական վարույթով անցնում է հենց հիմա եւ ձերբակալված է, եթե չեմ սխալվում, բաց չեն դուղը։ Ժողովուրդ ջան, ես հասկացա, որ այդ բյուրագանցի ռազը ուղարկի շալվարի ցեպը իջացրել է ամոթու, նա գլուխը տեղակթե մտցնելու։ Ես դա տենց վերլուծեցի եւ անցավ, հանդարտվեցի ես այդ process-ը, անցավ իմ մոտ։ Ամեն մարդ թող իմանա, որ երկրի պետական համակարգը, եթե գալիս է իր բնակչության վայրը, բնակիչի հետ շփվում է, իր գյուղում, մարզում, թող բարի լինի հարգի։ Եթե չի հարգում, չի սիրում, դա չի նշանակում, որ դեմ առ դեմ կամ սոս ցանցերով պետքա այդ տեսակ տհաշ լեքսիկոնով հանդարտ գա։ Դա քաղաքական կլինի, թե ժողովրդական հայացքներ կլինի, դա ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրում, սա երկիր է, կնիք ու պեչատ ունենք, դրոշ ունենք, երկիր են կոչվում, մեր երկրի վարչապետն է սա, ուզեք չուզեք է սա ախպեր ջան, բարի եղեք, հարգեք, գնահատեք այն, ինչ որ ունեք, այսքան բան, ես նիտո բան ստե չեմ տենում, ես այսօր պարզ ճակատ, աշտարակի շտաբների դեմով անցնում եմ, հələ այդ հայվանի նկարները կպցրած է, մեջն էլ մխիթարվում են այն չմխիթարվածները, նայում ես, մեղքդ գալիս է, բայց ես մի աննշան մարկանց վիրավորելուց աշխատում եմ տեղ թողեմ, որ բարիշելու տեղ ունենաս, որ երեսին նայելու տեղ ունենաս, ասենք Սամվել Կարապետյանի թիմը, աշտարակում, որ պայքարում է Սամվել Կարապետյանի համար, ես այնքան լուր հարգել եմ իրանց, բայց երբ որ մնացել էր ընտրություններին մի օր, ՔՊ-ի շտաբի դեմով անցնում են, իրանք ավտոների շարասյունով, ես էլ ուզում եմ մտնեմ գրասենյակ, մեր գրասենյակը, մեջից ինձ գոռում են արա ձեզի մնաց 3 օր, շնորհակալություն, ես հարգեցի ձեզ, չհարգելով ձեր քաղաքական հայացքները, լռեցի, հիմա ես բոլորիդ ասում եմ, բոլորիդ, երբ որ ես աշտարակի փողոցներում ման եմ գալի, աշխատեք այդ տեսակ լկտի հայացքով չնայեք, աշխատեք հիշեք, ձեր ականջներին օղանեք, ինձ անկապ զանգողներ, իմ համարին անկապ գրողներ, իմ Facebook-յան էջին անկապ գրողներ, քեզ կբռնենք, սես կանենք, նես կանենք, նես կանենք, ուրեմն ձեր բոլոր գրառումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ձեր ավել պակաս սպառնալիքները, այդ բոլորը իմ էջից փոխանցվում է պետական համակարգին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իմ անվտանգությունը ապահովվում է եւ ես ձեր բոլորին կոչ եմ անում
ձեզ կոռեկտ պահեք ու ձեր ափսեի մեջ պահեք, ձեր ափսեից դուրս մի եկեք, որովհետև ձեր ափսեից դուրս ձեզ կերակրող պապաները արդեն իրանց առյուծների հետ վանդակներում են ու դեռ սեռական շփումը չի առաջացել, որովհետև նրանց սրսկել են չբերության դեմ դեղեր, որ չբազմանան ձեր պես հայվաններ մի քանի ամիս հետո։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության քարտեզը, դրոշը, կնիքը, պեչատը հարգեք ու խոնարհվեք վարչապետին ու պետական համակարգում ծառայող պետական բոլոր մարմինի աշխատողներին, հարգեք, ուզեք թե չուզեք ու հիշեք 5 տարի հետո, երբ որ լինի Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ, ել չի լինելու քարոզարշավ ԿՊ-ի կողմից, ել չի լինելու բուկլետ բաժանել, եթե Հայաստանի Հանրապետությունը դուք ներսի թուրքերով խեղաթուրեցիք, խայտառակեցիք, ապականեցիք, կոսպեկտավորեցիք անդառնալի պատերազմ, այդքանից հետո այս իշխանությունն անցավ ու եկավ եւս նորից իշխանության պարագլուխ, մյուս 5 տարին լրանալուն պես պարելով է գալու, խաղալով է գալու ու ձեզ հաստատ զտարյուն ձևով զտած են ըլնելու Հայաստանի Հանրապետության պետական դաշտից, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աջ եւ ձախ կողմի նստած ժողովրդից աջ կողմը, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու պետականությանը, Հայաստանի Հանրապետության հասարակությանը, նա հայ է, իսկ ձախ կողմում նստած ընդդիմադիր դաշտը, որ հանկարծակի նոր հիշել է, որ Արցախը չկա ու Արցախի մի փոքրիկ դրոշ տնկել է ու նստե, նա Արցախը խեղաթուրողն է, նա հայ զինվորին կոտորողն է, նա պատերազմը կոսպեկտավորողն է, նա Հայաստանի Հանրապետության պատերազմը մարելու տեղը այդ պատերազմի կրակը ավելացնող վրեն բենզին դաբավ կանողն է ու նա երբեք ոչ մի բանի չի հասնելու Հայաստանի Հանրապետությունում դուք անելիք չունեք ընդդիմադիր դաշտ, դուք այդ դաշտում մնալու եք որպես կիսակայուն դաշտանի տրապկեք, որ կեղտոտեք բոլոր մաքուր հատվածները, բայց պարզ տեսանելի հասանելի ձևով ձեզ շատ ակտիվ ձևով պարզ տեսանելի հասանելի ձևով ձեզ կլիզմա են անում Հայաստանի Հանրապետությունում 8 տարիա հեղափոխություն այլել 9 տարիա վարչապետն ասում է մուրճը, չակուճը, գերանը, գրդաբիրը, դրուժբեն, այսօր հազիվ այդ բոլոր գործիքները աշխատել է ու աշխատելու է շատ ավելի ուժեղ, շատ ավելի հզոր, ձեր նման թափթփուկների դեմ, այսքանը ժողովուրդ ջան, բոլորիդ շատ սիրում հարգում եմ, հիշեք, Հայաստանի Հանրապետությունում Դոդի Գագոյի մահացած առյուծի տերերը Դոդի Գագոյի թուլեկը հազարավոր տղերք են մահացրել, հազարավոր տղերք են սատկացրել, հազարավոր տղերք են սպանել, հարյուրավոր երեխեքի ու ընտանիքների կյանք են խորտակել, այդ ջահել տղերքին, որ սպանում էին ու ծածկադմփոց էին անում, այդ ամեն տղու հետ մի հատ աղջիկա մահացե, մատանին մատը, մի հատ աղջիկա տունա քանդվե, իրանք ամեն ինչ արել են, հաստատ մեր ջահել աղբերները իր առյուծից կարևոր են ու իրանից էլ հետը Հուսամ 2 ամիս հետո, երբ որ դադավճիռը լինի, 7-ից 8 տարի գոնե մինիմալը վեր կընկնի խցում, 80 տարեկանում էլ դուրս կգա ոչ պիտանի համակարգ դառած արդեն իսկ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կիսասովի մատնված երկիր է, բայց Հայաստանի Հանրապետությունում 15-16 հոգի այն կարգի միլիարդատեր են, որ սկի երկրագնդի վրա այդքան միլիոններ չկա, այդքանը դրանց որտեղից Պարս հասանելի տեսանելի է, այն ամենը, որ դրանք կեղեկել են, թալանել են, կողոպտել են մեզ, մեր երկիրը, մեր մանկությունը, մեր ծառայությունը, մեր բանակը, մեր հողերը, մեր դարերի խորհուրդ ունեցող հայ լինելու այդ պիտակը ապականել են դրանք պետքա փտեն բանտերում, այսքանը, ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում, հարգում ու կարոտում եմ։